Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որի շուրջ շատ թյուր կարծիքներ կան։ Հաճախ փողոցում տեսնում ենք շուն կամ կատու, որը մռնչում է, ֆշացնում է կամ ագրեսիվ վարք է ցուցաբերում։ Ու անմիջապես ասում եք՝ վտանգավոր կենդանի է։ Բայց արդյոք ամեն ինչ այդքան պարզ է։ Իրականում շատ դեպքերում այնինչ մարդիկ ագրեսիա են անվանում, պարզապես վախ է։ Պատկերացրեք, որ դուք փոքր եք, միայնակ եք, չգիտեք դիմացինը ինչ մտադրություն ունի եւ ցանկացած պահի կարող է ինչ-որ մեկը մոտենալ, բղավել, հարվածել կամ հետապնդել ձեզ։ Ժամանակի ընթացքում դուք էլ կսկսեք ավելի պաշտպանողական վերաբերվել շրջապատին։ Հենց այդպես է շատ փողոցային կենդանիների դեպքում։ Նրանք չեն ճանաչում յուրաքանչյուր մարդու, նրանք չգիտեն ով է եկել օգնելու, ով վնասելու։ Այդ պատճառով հաճախ ընտրում են պաշտպանվել նախքան վտանգը մոտենա։ Ցավոք կա նաև մեկ այլ խնդիր, որի մասին քիչ ենք խոսում։ Որոշ մարդիկ միտումնավոր գազազեցնում են կենդանիներին։ Քարեր են նետում, վազում նրանց հետևից, բարձր ձայներ հանում, փորձում վախեցնել կամ զայրացնել, զվարճանալու համար։ Երբեմն նույնիսկ տեսանյութեր են նկարում, որտեղ կենդանին արդեն խոճապահար կամ նյարդային վիճակում է, իսկ մարդիկ ծիծաղում են դրա վրա։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ մի բան. եթե կենդանին պաշտպանական արձագանք է ցույց տալիս նման վերաբերմունքից հետո, դա չի նշանակում, որ նա իծն է, ագրեսիվ է։ Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը ամեն օր ձեզ անհանգստացնի, վախեցնի կամ վնասի, որքան ժամանակ կպահպանեք հանգստությունը։ Կենդանիների դեպքում էլ նույնն է։ Հաճախ մարդիկ տեսնում են միայն վերջին պահը, երբ շունը հաչում է կամ կատուն ֆշացնում է, բայց չեն տեսնում այն տասնյակ դեպքերը, որոնք դրան նախորդել են։ Գուցե նրան հարվածել են, գուցե վախեցրել են, գուցե երկար ժամանակ հետապնդել են, գուցե պարզապես սովորեցրել են, որ մարդկանցից պետք է զգուշանալ։ Սա իհարկե չի նշանակում, որ պետք է անտեսել վտանգավոր վարքը։ Եթե կենդանին ագրեսիվ է թվում, միշտ պետք է պահպանել անվտանգ հեռավորություն եւ զգուշություն, բայց կարևոր է նաեւ հասկանալ պատճառը, ոչ միայն հետևանքը։ Ամենահետաքրքիրն այն է, որ նույն կենդանին, որը մեկ մարդու նկատմամբ անվստահ է, կարող է մեկ այլ մարդու հանդեպ լինել շատ հանգիստ ու ընկերասեր։ Տարբերությունը հաճախ ոչ թե կենդանու, այլ մարդու վարքագծի մեջ է։ Հարգանքը կենդանիների նկատմամբ սկսում է շատ պարզ բանից՝ նրանց չվախեցնելուց, չհետապնդելուց եւ չդարձնելուց զվարճանքի առարկա։ Հաջորդ անգամ, երբ տեսնեք կենդանու, որը ագրեսիվ է թվում, փորձեք անմիջապես չդատել նրան։ Երբեմն նրա վարքի հետևում ոչ թե չարություն կա, այլ մի պատմություն, որի մասին մենք ոչինչ չգիտենք։ Եթե տեսանյութը օգտակար էր, բաժանորդագրվեք ալիքին։ Կիսվեք ընկերների հետ եւ օգնեք, որ այս պարզ, բայց կարևոր ուղերձը հասնի ավելի շատ մարդկանց։ Ես Փիսոն էի։ Մինչ հաջորդ հանդիպում։